կուտիկուլան չենք գրում են սպիտակը, էպոնիքիանները հետը չենք գրում, այլ թողում ենք եղունգի վրա, դա պետք է մաքրվի, դա պետք չի գրել կուտիկուլայի տակ, որտեղ էլ հավաքվի, դա պետք է թողել, գրում ենք բացառապես մաշկը, թողելով այդ սպիտակ կլետկեն։ Ես ճուկույթ մատնում կողքի մատում ձեզ ցույց կտամ դիսկոմանիկյուր, այս երևի մատը կուրկոտեխնիկ։ Ֆրեզան չենք գրում իջև վերջ, անպայման օգտագործել ենք 4, 15,000 ապարով ուղիղ կեսը։ Հիմա, եթե ուղիղ գնենք, պտույտի ժամանակ ամբողջ դրամաչափը փորումա ձեր հաճախորդի եղունգը ոչ մի բան ձեր համար չանելով։ 35 աստիճան անկյուն տակ մենք սկզբում աշխատում ենք եղունգի հետ, լսելով զվուկը որոշում է, որ մենք մաքրում ենք եղունգի վրա այն, ինչը որ ես ձեզ նոր թույլ չտվեցի, որ հրեք կուտիկուլայի տակ։ Սկզբում մենք միանգամից կուտիկուլայի տակ չենք մտնում։ Մենք պետք է աշխատենք սկզբում եղունգի հետ, մաքրենք մեր աշխատանքային տարածքը բացենք, նոր մտնենք կուտիկուլայի տակ։ Առաջի էտապում միայն եղունգի հետ են աշխատում։ Երկրորդ էտապում արդեն մաշ, անպայման փոշին մաքրում ենք։ Լույս արի դիսկերը։ Հիմա մաշ։ Ուղղությունը փոխում եմ, նույն գործողությունը անում եմ այս թելի վրա, վարձում եմ։ Հիմա պետք է փորիկավորվել եք բարձրացնել, որ կտրելը ինձ հեշտ լինի։ Հիմա պարտադիր օգտագործում եմ ցանափոշի, որտեղ ստեղ չի կտրելու։ Նախ իր մոտ կիբերդիդրոզը ամենասկզբում, որ նստավ ես ասեցի, իրան երբեք չի լինելու առանց ցանափոշի աշխատել, որտեղ դուք իրան կարակ ճզում եք, հավացում եք, բան, բայց կուտիկուլան թևից չփոխ։ Անպայման ուզում ենք ցանափոշի, թողում ենք մի քիչ մնաց հորանա, որ դա հետ հեշտ լինի աշխատել։ Հիմա տեսեք, ուրեմն դիսկը այստեղ այս ֆիրմայի դիսկն է, փոքրիկ, այս կամ baby ֆորմայի չափով ամենափոքրիկ դիսկն է։ Իր վրա դրվում է գուբկան, որը ոտնահարբերման ժամանակ վերջում պայլորով կայանում, իր մեծը։ Դրվում է փոքր գուբկա, իր դրամաչափով գուբկա ու հիմա մնացած ամեն ինչ արվելու է մուտքարով։ Հիմա ես փոշին մաքրեմ, դուք տեսեք, որ ստեղ կուտիկուլա կա, ինչքան լույս մոտեցնեմ, որ դուք տեսնեք երևում կուտիկուլաները փորիկավոր։ Կարող եմ ասել, գա աղջիկը կտրվի մի հատ մոտիկ խորություն մեծ կտրվեց մի բա, մինչև